որոշել եք ում եք ընտրել ընտրություններին։ Փաշինյանին, Ինչու՞։ որովհետև դրանից լավը չկա, իրան ենք ընտրում։ Ամեն ինչել օգտվել ենք, ամեն ինչից էլ օգտվել ենք, ամեն ինչից։ Չէ, առանց օրինակը, ինչ էլ որ կա օգտվել ենք։ Փաշինյանին, Ինչու՞։ որովհետև ես ստեղից չեմ, 26 տարի է իրանց պատճառով եմ ես հեռացել մեր հայրենիքից։ 8 ամիս աշխատել եմ հիվանդանոցում, ավագ քույր եմ եղել Քոչարյանի ժամանակ։ Ու 8 ամիս ես աշխատավարձ չեմ ստացել, այդպես էլ թողե հեռացել ենք երկրից։ Երբ եք վերադարձել ու ինչից եք գոհ հիմա։ Հեղափոխությունից հետո արդեն հաճախակի գալիս ենք, ասենք տարվա մեջ մի 2-3 անգամ գալիս ենք։ Ու շատ փոփոխություն, հա, երկու քաղաքացիություն ունենք։ Հա։ Ու շատ փոփոխություններ ենք նկատում, շատ։ Օրինակները դե բոլորն էլ ասում են այդ նույն օրինակները։ Ասենք առաջ գալիս էինք այս փողոցները, ես այս փողոցի վրա եմ ապրում։ Մի հատ որ քամի էր լինում, մի հատ ասֆալտ, մի ճանապարհ չկար նորմալ։ Ամբողջ այդ փոշին այս սենց վերցնում էր քաղաքով մեկ։ Իսկ հիմա հələ մի հատ անցեք այդ փողոցով, ամեն օր այս հավաքարարները գալիս են մաքրում են, ամեն օր։ Աղբ այնքան էր մնում, որ սենց մենք բալկոն չէինք կարում դուրս գայինք այդ տարիներին։ Աղբամանները էլ չեմ ասում, որ սենց արդեն շարքից դուրս եկած էլի։ Իսկ հիմա մինչև անգամ աղբամաններն էլ են լվանում, էդի ես եմ տեսնում, 2-3 անգամ մենակ աղբն են տանում։ Շատ գոհ ու շնորհակալ ենք, մեր Հայաստանը ծաղկելու է, մենակ թողեն։ Իսկ այս թալանչիները իրանց ունեցվածքի համար են սենց կռիվանում։ Այդ անհասկացողներն էլ ընկել են իրանց հետևից, ոնց որ դրանց ունեցվածքը պաշտպանեն։ Դրանք նույն մարդիկ են, ինչ կարծիք պետք է ունենամ։ Իրանց ունեցվածքի համար։ Իսկ դրանց սատարողները ոնց որ դրանց ունեցվածքը պաշտպանեն։ Բայց Սամվել Կարապետյանը որպես նոր ուժ է գալիս։ Ինչ նոր ուժ։ Տարիներ էդի իրանց հետ ա եղել, Սամվել Կարապետյան, Քոչարյան, ինչա Սերժ Սարգսյան։ Իսկ ամսի 28-ին նոր զինտեխնիկան է ցուցադրվելու, նաև երեք Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր։ Հա, ես արդեն տեսա։ Որը մենք ենք, հա, սարքում դրա մասին ինչ կասեք։ Շատ լավ է, գովելի է։ Կարող է վատ բան ասենք դրա համար։ Շատ գովելի է, որ չենք տեսել։ 30 տարի տենց բան չենք տեսել։ Շատ լավ է, շատ գոհ ենք, շնորհակալ ենք, այն բարեկամներից ծառայել են, այդ թվերին էլ, հիմա էլ, պատմում են, ասում են, լսում ենք, տեսնում ենք, համեմատում ենք Եվրոպան ու Հայաստանը, որ շատ փոփոխություններ ա։ Առաջ 26 տարի առաջ, որ մենք գնացինք Եվրոպա, ես որ ասում էի հայ եմ իմ աշխատանքի տեղը, ոչ մեկ չէր ճանաչում հայը ով ա, էլ ալբանացի, էլ պոլոնացի, ինչ ամեն ազգի հետ մեզ համեմատում էին։ Մենակ որ ասեինք Շարլ Ազնավուր, նոր հազիվ տեղը բերում էին, որ հայերը ովքեր են։ Իսկ հիմա Եվրոպացին քեզ մի հատ այնց Հայաստանի մասին պատմություններ կպատմի, որ զարմանում ես էլի, մանավանդ որ տուրիստ են գալի։ Ես մի հատ ընկերուհի ունեի, եկել էր տուրիստ, այնքան էի ասել, որ եկել էր ուղղակի սենց հիացած, գալի ամեն անգամ էդ էր պատմում, թե ինչքան հիացած ա մեր երկրով ու զարմանում էր իմ վրա, ասում ա դու ես եկել ստեղ։ Ասում էր ինչի համար ես եկել մեր մոտ ապրում էլի։ Դրա համար ասում եմ հիմա տարին 3 անգամ ամիսներով ստեղ ենք հեղափոխությունից հետո։ Այն ժամանակ մինչև հեղափոխությունը մեր հայությունը համարյա ոչ մեկսկի չէր էլ ուզում ստեղ տուն առներ, տուն ունենար իր երկրում։ Իսկ հեղափոխությունից հետո այտենց հիմա հայ չկա, որ տուն առաջ չլինի ստեղ Հայաստանում։ Իսկ խաղաղությանը հավատում եք։ Շատ եմ հավատում, շատ։
Ես Փաշինյանի շատ եմ հավատում։ Ինչ ինքը վարչապետ է, ես սատարում եմ, սենց չգիտեմ ինչ ձևի։ Հենց նոր էդ էի նայում, ասում եմ, որ մասում է, դե Շնգավիթը այդքան լավ չգիտեմ, ասեմ, տեսնես որ մասում է, որ ես գնամ իրան տեսնեմ։ Անցած անգամ էլ եմ եկե ընտրե, այս անգամ էլ եմ եկե իր համար։ Ավելի բայց դա ընդհանուր առմամբ գաղտնիք չէ, չպետք է հրապարակայնորոշվել։ Մեր լուսավոր լավ երիտասարդների առաջ խաղացումը, նրանց մտածելակերպը ավելի դրական է, ավելի ճիշտ է նրանց համար, իրենց վաղվա եւ մեր վաղվա օրվա համար։ Շատ եմ վստահում մեր երիտասարդությանը։ Ում եք ընտրել։ Փաշինյանին։ Ինչու։ Իրան ավելի ծանոթ ենք։ Մեծ հաճիկով իրան կընտրեմ։ Ինչ է։ Մնացածն է բատը չեմ, բայց հաճիկով կընտրեմ Փաշինյանին։ Որոշել եմ քաղաքացիական պայմանագիր, որովհետև տեսնում եմ իրանց աշխատանքները։ Օրինակ, թոշակ են բարձրացրել, ապահովագրությունն են ապահովել մարդկանց բժշկական, ինչ ասեմ, տրանսպորտը, փողոցները, բանակը, Խաղաղությանը հավատում եք։ ոնց չեմ հավատում։ Որ այսքան 2 տարի կա խաղաղություն էլի կլինի, ինչ է։ Բայց շատ լավ որ այստեղ արտադրում են արդեն, որ մենք ավելի կհզորանանք, եթե մեր մեջ արտադրեն մեր Հայաստանում։ Մենք Հայաստանում ունենք ավելի մեծ ուժեղ գործարան, որը փակվել է, որ բացեն այդ գործարանում արտադրել շատ լավ կլինի։ Ես այդ գործարանում էլ աշխատել եմ, հայ էլեկտրո գործարաններ։ Հետո մի լավ տանկեր էլ կարային արտադրեին, ինքնաթիռներ կարային, բայց որ փակվել է, դա լավ չի։ Բայց որ բացեն, արտադրեն շատ լավ է։ Այդ էլ շատ լավ քայլ էր։ Դրանից էլ պետք է ամեն լավ բանին պիտի լավ բան ասենք։ Վատ բանին է պետք է նայենք, որ ուղղվի այդ վատ բատերը։ Որպես բիզնեսմեն ինքը կարող է իր բիզնեսում շատ լավն է, բայց քաղաքականության մեջ ոչ ասելիք ունի, ոչ էլ խոսալիք ունի։ Դες բաներ, մենք ինչ ասեմ, մեր հույսը պետք է դնենք մեր վրա ամենաշատը, մենք իրար սիրենք, հարգենք, նվիրվենք մեր երկրին։ Ներկայիս իշխանությանը, որտեվ շատ փոփոխություններ եմ տեսնում եւ լավ փոփոխություններ։ Օրինակներ կամ համեմատականներ շաբլոն առաջ չեմ ուզում ասել, մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, առողջապահության համակարգի փոփոխությունը, մարդիկ ավելի հանգիստ են ապրում, կարծես, ավելի հանգիստ են ապրում, քան թե առաջ էր։ Իսկ նոր զենքերի մասին ինչ կասեք եւ որ Եվրամիությունից եկել եք։ Նոր զենքերի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ամսի 28-ին ցուցադրվելու է հրապարակ։ Այդ որ 28-ին ցուցադրեն, որ տեսնեմ այդ ժամանակ կասեմ ինչի է ինչի։ Բայց Քոչարյանի ժամանակ ինչ բանով, երբ որ դատախազներ էին սպանվում ինքնուրույն, երկու կրակոցով իրանց սպանում էին, քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, սկսած Ստեփանակերտի քաղաքապետից, դրանք սպանվում էին, այդ խաղաղ ժամանակներ էր դա։ Ինչքան քաղաքական սպանություններ կան, ես գիտեմ, բոլոր սպանություններին ծանոթ եմ։ Ու փառք Աստծո, ես վերջի 8 տարում ես մի հատ քաղաքական սպանություն չեմ տեսել, ոչ էլ լսել եմ։ Ու փառք Աստծո, որ չկա։ Սամվել Կարապետյանը, գիտեք ինչ, այդ մարդը ամբողջ կյանք աշխատել է, միլիարդներ է աշխատել։ Հիմա չի ուզում կորցնի։ Ոչ թե Հայաստանի կամ ժողովրդի մասին է մտածում, իր միլիարդները չի ուզում կորցնի, որտեղ կամ պիտի լինի։ Կամ պիտի կորցնի, կամ պիտի սենց պայքարի։ Շատ դժվար է ունեցածից, երբ որ աշխատել է այդ մարդը, ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Բայց այդ աշխատանքը կորցնել, դա էլ շատ դժվար է, բայց ամենայն դեպս հայրենիքը միլիարդների հետ փոխել չի կարելի, էլի։ Արդեն կա խաղաղություն։ Խաղաղությունը գիտեք ինչ է, ամեն մարդ իր չափով պիտի կարողանա։ Երբեմն հիմա ասում են, չէ, Արցախից դուրս եկան, ասում են չպաշտպանեցիք մեզ, որտեվ անզոր էին, չէ, իրենք 100,000 Արցախից դուրս եկան, այդ 100,000-ը չէին կարող պաշտպանվել, դրա համար էլ դուրս եկան։ Հիմա իրանք ինչ են առաջարկում, Հայաստանն էլ մտնի 100 միլիոնանոց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի դեմ կռվելու, որ Հայաստանն էլ կորի։
Դա են առաջարկում։ Իրենք ասում են մենք չենք կարող 100,000-ով Ադրբեջանի դեմ կռվեինք, չէ՞։ Իսկ մենք կարող ենք 3 միլիոնով 100 միլիոնանոց բանակի դեմ աշխարհում երկրորդ բանակն է, չէ՞, 1 միլիոն բանակ ունի, 1 միլիոնանոց Թուրքիան։ Մենք կարող ենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի դեմ 3 միլիոնով որևէ բան անել։ Այդ նշանակում է ըստիս, որ պետք է առայժմ հանգիստ մնանք։ Հանգստացեք, դες ժամանակը ամեն ինչի կգա։ Նախիջևանն ու Ղարաբաղը 19-20 թվականներին 1900 նույն ձևի կորցրել էինք, չէ՞, մերը չէր դարել։ Եկավ ժամանակ 88-ին։ Առիթ եղավ ու կարողացանք հետ վերցնել։ Համբերեք։ Դուք համբերեն ինչ է եղել։ Ամեն ինչ միանգամից չի լինում։ Որոշել եմ, բայց չեմ ասի։ Ներկայացնալու մեջ կողեք։ Շատ։ Ամեն ինչի համար։ Օրինակ, Օրինակ բարեփոխումների, ճանապարհաշինության, առողջապահության, որ բնակավարից խոսանք մեծ բարեփոխումներ արել ներկայ իշխանությունը։ Ինքը ընդհանրապես բիզնեսմեն է։ Իսկ բիզնեսմենը չի կարող երկիր կառավարի։ Բիզնեսը ուրիշ բան է, երկիր կառավարելը ուրիշ բան է։ Բիզնեսմենը իսկ մի քաղաք չի կարող կառավարի։ 1000 հատ բարդություններ կան։ Եվ ներքին, եւ արտաքին։ Այդ ամեն մարդու բան չի։ շուտով զենքերն են ցուցադրվելու նոր ձեռքբերված դրանից ինչ կարծիք ունեք։ Շատ մեծ կարծիք ունեմ։ Կարծիք կա, որ ասում են իզուր են ցուցադրում, բայց ճիշտ են անում, որ ցուցադրում են։ Զենքերը պետք է ցույց տան, նախ որ ժողովուրդը վստահություն ձեռք բերեն, կասկածներ չունենան։ Երկրորդը ինձ հեշտ դուր չի գալի, որ ասում են այդքան փողը որտեղ եք ծախսում, պետական պարտքը մեծացել է եւ այլն, որ ինձ շատ դուր եկա, որ Փաշինյանն ասեց ամսի 28-ին կգաք կտենակ։ Այդ լրիվ ռեալ պատասխան եմ համարում ես։ Շատ կներեք, դա գախնիկ է։ Հետո կարևորը ընտրությունը չի, կարևորը ճիշտ մարդ ընտրվի, այդքանը կա։ Աղջիկ ջան, ով որ խաղաղություն կբերի, նրան էլ կընտրեմ։ Բայց ասում են հիմա արդեն խաղաղություն։ Իսկապես կա։ Զոհեր չկան, մարդ չի վիրավորվում, ամեն ինչը լավ է։ Ես շատ գոհ եմ, շատ ապահով եմ։ Հայաստանը երբեք այսքան անվտանգ չի եղել։ Ես ինքս սահմանամերձ բնակավայրում եմ ապրում։ Ոչ մի բան, ամեն ինչը նորմալ լավ է։ Եթե այսպես կնա, ամեն ինչը լավ կլինի։ Եթե ասма Խաչմերուկում ձերին չեն փոխում, ռուսի խոսք ասում, նա переправе коней не меняют։ Հիմա այս ճանապարհը որ գնանք, ամեն ինչը լավ կլինի։ Իսկ փոքրիկների առողջական ապահովության մասին ինչ կասեք։ Ես ինքս ճիշտ ասած դեռ չեմ օգտվել, բայց գիտեմ որ շատ լավ բան է։ Շատ կան, գոհ մարդիկ շատ կան։ Իսկ ինչ կասեք, որ ասում են արտասահմանից շատերին բերելու են այստեղ քվեարկելու։ Ես ընդհանրապես չի ուզենա ընդհանրապես, ովքեր որ Հայաստանում չեն ապրում հիմնականում, չի ուզենա որ մասնակցեին։ Նրանք իմ անվտանգության մասին երբեք չեն մտածի։ Գալիս են, իրանց գործն անում են, կանում են։ Չի ուզենա, անկեղծորեն ասեմ, չի։ Որ երկրից ուզում է լինեն։ Թեկուզ ազգությամբ հայի պասպորտ ունեն, ինչ անեն։ Նրանք իմ խնդիրներն ուրիշ են, իրանցը ուրիշ է, աղջիկ ջան, մեր խնդիրներն ուրիշ են։ Նրանք ոչ մեր բարեկեցության մասին մտածեն, ոչ էլ մեր անվտանգության։ Իրանք շահերի մասին են մտածում։ Անձնական, նեղ անձնական։